Վանաձորի շտապօգնության կայանի ավտոպարկը համալրվել է 2 նոր ռեանիմոբիլով, մոտ 140 հազար բնակչությանն արագարձագանքելու համար թարմ տեխնիկայի կարիք միշտ էլ կա։ Կարիքը կար եւ շատ կար, վաղուց ենք սպասում այս ռեանիմոբիլներին, վերջապես մեզ հասան, նրանք համալրված են ժամանակակից սարքավորումներով։ Իսկական փոքրիկ հիվանդանոց անիվների վրա, ի տարբերություն իրենց ունեցած մյուս մեքենաների, սրանք համալրված են ստացիոնար տոնոմետրով, 8 տասնյակից ավելի անուն դեղերով, նաև կա էլեկտրասրտագրության ապարատ, արհեստական շնչառության ժամանակակից սարք, դյուրակիր դեֆիբրիլյատոր։ Նրա ֆունկցիան սրտի աշխատանքը վերականգնելն է, ինքը ունի պացիենտի համար ավելի անվտանգ մեկ անգամյա օգտագործող էլեկտրոդներ։ Բավականին թեթև է, ավելի հեշտ է տեղափոխել, ի տարբերություն մեր նախկին դեֆիբրիլյատորների։ Արդեն 36 տարի լոռեցիներին շտապօգնության հասնող բժիշկը լավ գիտի, թե որքան կարևոր է հենց ընթացքի ժամանակ կյանք փրկող գործողություններ անելը։ Երբեմն վայրկյաններն էլ որոշիչ են ու այդ իմաստով քիչ միացումներն ու մոբիլ սարքերը բժիշկների ճկուն աշխատանքին նպաստում են։ Օրական կտրվածքով լինում են 70-ից մինչև 100, օրեր են լինում մինչև 120 կանչ, պիկ ժամերին կանչերը շատ են լինում, բայց հասցնում ենք։ Հայաստանի հյուսիսից 103 ահազանգերը հիմա անկախ օպերատորից ստանում ու հասցեագրում են մեկ կենտրոնից։ 2023-ից փուլ-փուլ հանրապետության բոլոր շտապօգնության ծառայությունները միավորվում են հանրապետական ծառայության մեջ։ Գործընթացին արդեն միացել են Շիրակի մարզում ամբողջությամբ, նաև Թալինում, Ապարանում, Աշտարակում, Վանաձորում, Արտաշատում, Արմավիրում եւ Էջմիածնում։ 103 հեռախոսահամարին զանգահարելով, թեկուզ եւ Իջևանի քաղաքացին, Իջևանում գտնվող պացիենտը ինքը միանում է կենտրոնական օպերատիվ կառավարման կենտրոն, որը գործում է հիմա Հյուսիսում, Գյումրու ենթակայության տակ, եւ այնտեղից օպերատիվ կառավարման կենտրոնը տեսնում է ամենամոտ աշխատախումբը պացիենտին որն է։ Եվ կարող է հենց դա Դիլիջանի աշխատախումբը լինի, կարող է Նոյեմբերյանի աշխատախումբը լինի, մոտիկը մոտիկին, բացառելով վարչատարածքային բաժանումները։ Հյուսիսային օպերատիվ կենտրոնն այս տարվա առաջին եռամսյակում ընդունել սպասարկել է մոտ 30,000 կանչ։ Նախորդ տարեվերջին հանրապետական շտապօգնության ծառայությունը կառավարությունից մոտ 250 միլիոն դրամաշնորհ ստացավ։ Միջոցներն ուղղվում են կայանների հագեցմանը, ավտոպարկի թարմացումից մինչև շենքային պայմաններ։ Աշխատախմբերը աշխատում են 24 ժամվա ռեժիմով եւ իրանք պիտի ունենան եւ հանգստանալու հնարավորություն, եւ ժամանակազատ ժամանակ անցկացնելու հնարավորություն։ Դրա համար մենք ձեռնամուխ ենք եղել այդ ամեն ինչին ու հիմա փուլային տարբերակով եւ վերանորոգումներ ա տեղի ունենում եւ վերազինումներն ա տեղի ունենում կայանների։ Երկրորդ փուլով օպերատիվ կառավարման կենտրոն կստեղծվի Երևանում սպասարկելու Մայրաքաղաքից, Կոտայքից, Գեղարքունիքից, Արարատից ու Արմավիրից ստացվող զանգերը։ Երրորդ վերջին փուլով նման կենտրոն կստեղծվի Սյունիքում, Հայաստանի հարավի համար։